Քպականների ջեբի սրբազան արտահայտությունը ձեզ վիրավորում է ջեբի սրբազան։ Չէ, ինչ ուզում են ասել իրար։ Հա, իհարկե վիրավորում է։ Դա իրանց ուրիշ բան չի սպասում։ Ինչ են նման արտահայտությունները։ Իրանց պետք է հարցնել։ Նրանք հայ գեն չունեն այդքան բան։ Սրբազանները եթե նորմալ սրբազան են, այո, իսկ եթե նորմալ չեն այս սրբազանները, դրանց ասելիք չունենք։ Դրանք սրբազան չեն կոչվում։ Մեր եկեղեցին ընդամենը փնովում են իրենք, ոչ թե քպականները, այլ այլ մարդիկ, ովքեր որ հարոզում են ուրիշ բաներ։ Ոչ հավատքի մասին են իրենք խոսում աղջիկս։ Իրենք ընդամենը ունեն բիզնես, կոռուպցիա, դա է, ուրիշ բան չգիտեմ։ Թե չէ քպականները շատ նորմալ են, այնպես որ։ Դե սրբազաններին վիրավորել ամեն դեպքում ճիշտ չի։ Այդ կա նկարանից։ Սուրբ բառը, դրանից է դուրս գալ այդ ամեն ինչը։ Քպայականները կասեն, թե ով կասի, ես չգիտեմ, բայց ես իմ անձնական մոտեցումը ուրիշ ձևի է։ Ես ընդունում եմ որպես սուրբ։ Իհարկե այդ ոչ բոլորին է վերաբերվում, կան իրենց մեջ կան։ Բայց ամեն դեպքում իմ քննարկելու թեման չի դա։ Ես սովորական հասարակ քաղաքացի եմ, դաժե Հայաստանի քաղաքացի չեմ, Հայաստանի Հանրապետության դրա համար իմ կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի, ավելի ճիշտ կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց կարծիքը հայտնեն։ Ես դա չեմ հասկանում ինչա։ Սրբազաններին են վիրավորում, անվանելով ջեբի սրբազան։ Այդ արտահայտությունը ձեզ վիրավորում է։ Ես չէի վիրավորի տենց բանով իրանց, չի ասի։ Իհարկե չի կարելի այդպես։ Ինչ թվում այո վիրավորում իհարկե, ոնց կարելի է։ Եթե սրբազան, արդեն դա թելադրում է, որպեսզի հարգալից վերաբերվեն։ Ես չեմ լսում նրան։ Քպականների ջեբի սրբազան արտահայտությունը ձեզ վիրավորում է։ Ոչ։ Հա։ Ինչու՞։ Ես չգիտեմ ինչու՞, բայց Սրբազաններին են վիրավորում, ասելով ջեբի սրբազան։ ես այդ ամենը վատ բան չեմ դնում։ Դա իրենց որակի, ցածրորակ, ամբարո որակների մասին է խոսում։ Ով ինչ խոսում է, իր մասին է խոսում։ Ես ընդամենը սա կասեմ։ Եվ այդ մթնոլորտը, որ ստեղծեց Փաշինյանը, վիրավորել, փողոցային արտահայտություններով խոսել, այսինքն ինքը թույլ տվեց, որ բոլորը այդպես արտահայտվեն։ Իսկ եթե իմանան իրենց մասին ինչ են մտածում, բայց չեն ասում, որտեվ անհամեմատ կիրթ է մեր ժողովուրդը, կան մեր ժողովրդին ներկայացնողները։ Մեծ խնդրանք, ժողովուրդ, ով չի կարողացել միջև հիմա հասկանա, որը որից հետո է։ Մի հատ պատկերացրեք, հայն մենակ մնացել է եկեղեցին մտնի Նիկոլը, այդտեղ էլ մտա, ով անի իրան թույլ տվե։ Այն երեխեքի մոռացար հիմա եկեղեցու հերթն է հասել, բայց ոչ մեկը թույլ չի տա նրան եկեղեցու մտնի, կամ Տեր հայրի խոսքերը դադարանում, դա նորմալ էր ընդունվում դադավորի կողմից։ Բայց ամոթա չէ, այս ազգից ինչ եք ուզում, այ մարդ վատն ենք, լավն ենք, թողեք գնացեք ստեղից։ Ի վերջո եթե չեք կարող մեզ ղեկավարեք, ոնց որ գնացել ես պայմանագրեր ես կնքում խաղաղության կամանով կավատե թեքյատին։ Այդ գիտեք ինչ, Ալիևն էլ միամիտ չէր, ոչ է թուրքը, սպասեցին միջև այն 100 դարը անցավ, մեր մի դարը գնաց 100-ամյակը, այն 5 ոսկոր մարդիկ մահացան, մնացել է մենակ նկարները, չէ, որ մարդիկ ասել են մենք փախանք, մեր երեխուն փորը բացեցին, այս արեցին։ Այդ մարդիկ արդեն հնամաշվել են իր համար, չկան, բայց կան իրանց զարմիկները, թորները, երեխեք ընդ որում ես էլ եմ այդ շարքում դասնում։ Ասենք դու ոնց չես ամաչում։ Մեր պապիկը, մեր տատիկը մեզ սովորացրել են այս սխ կնունքները, այս տիսակատարությունները, դու եկեղեցու հետ ինչ գործ ունես։ Իրանից ոնց ասեմ, իրանից հավատացել ոնց որ ինձանից 62 տարեկան եմ հղի, չի ամաչում դա, ես չեմ հասկանում։